Մեր թվարկությունից առաջ 300 թվականին Կիպրոս քաղաքում ապրում էր մի շատ հարուստ վաճառական՝ Զենոն անունով։ Ֆինիկիայից Պիրեյոս նավարկելիս նրա նավը խորտակվեց իր ողջ բեռի հետ միասին։ Այդ միակ իրադարձության պատճառով, որը լիովին դուրս էր Զենոնի կամ որևէ մեկի վերահսկողությունից, այս չափազանց հարուստ մարդը հանկարծակիորեն աղքատացավ ընդամենը մեկ ակնթարթում։ Պատկերացրեք, որ դուք Զենոնն եք։ Ինչպես կարձագանքեիք, երբ ձեր ամբողջ կյանքի աշխատանքը ջրահեղձ լիներ բնության տարերքի պատճառով։ Որն է ճիշտ արձագանքը։ Կբարկանայիք, կտխրեիք, թե կզգայիք, որ կյանքը ձեզ խաբել է։ Մեզնից շատերի համար սրանք նորմալ արձագանքներ կլինեին, բայց ոչ Զենոնի, ստոիցիզմի հիմնադրի համար։ Մեկ փոքրիկ փոփոխությունը տևում է հավերժություն, եւ ձեր մտածելակերպի մեկ փոքր վերաձևակերպումը կարող է շղթայական ռեակցիայով վերածվել ավելի մեծ ու ազդեցիկ փոփոխությունների հետագայում։ Ստոիցիզմի հիմքն ընդունման եւ անտարբերության բուն սահմանումն է։ Կարդալով Սոկրատեսի եւ այլ մեծ փիլիսոփաների աշխատությունները, Զենոնը ստեղծեց եւ ուսուցեց ստոիցիզմը։ Ըստ Զենոնի, թեև մենք մեծ վերահսկողություն չունենք մեր հետ պատահող իրադարձությունների վրա, մենք լիովին վերահսկում ենք, թե ինչպես են դրանք ազդում մեզ վրա, եւ մենք պետք է օգտագործենք այս վերահսկողությունը մեծ արդյունավետությամբ։ Թափված կաթի կամ այս դեպքում խորտակված ապրանքների համար լաց լինելու փոխարեն Զենոնը կենտրոնացավ իր իրավիճակի նկատմամբ իր ինքնատիլապետումը պահպանելու վրա, մնալով հանգիստ եւ չեզոք, չնայած իր ծանր դրությանը։ Այսօր մարդիկ սխալմամբ ստոիկներին ընկալում են որպես անկոտրում մարդկանց, ովքեր չեն տրվում էմոցիոնալ ծայրահեղությունների, օրինակ կատաղության նոպաների կամ տագնապի նվազման։ Բայց ստոիցիզմի սկզբնական գաղափարը շատ ավելին էր, քան դա։ Փոխանակ պարզապես նկարագրելու անհոգի մարդկանց, ստոիցիզմը աշխարհը տեսնելու, նկարագրելու եւ հասկանալու միջոց էր։ Դա կյանքի ուղի էր, եւ այդ ուղին գոյատևել է դարեր շարունակ։ Ստոիկյան փիլիսոփայությունը կարող է կիրառվել այսօրվա իրավիճակներում ճիշտ այնպես, ինչպես կիրառվում էր հազարավոր տարիներ առաջ, եւ դրա օգուտները նույնքան ազդեցիկ են։ Ստոիցիզմը թույլ է տալիս մեզ վերամշակել բացասական փորձառություններից առաջացած բացասական էմոցիաները եւ դրանք վերածել մտքերի, որոնք մեզ տալիս են աշխարհի յուրահատուկ ընկալում։ Հեռանկարը ամեն ինչ է, եւ աշխարհում բոլորն ունեն տարբեր փորձառություններ, հետեւաբար տարբեր հայացքներ իրերի նկատմամբ։ Քանի որ ստոիկները հավաքվում, քննարկում եւ ուսուցում էին փիլիսոփայությունը հանրային վայրերում, նրանց ընդհանուր փիլիսոփայությունը լայնորեն հայտնի էր։ Նրանք հավատում էին, որ ստոիկյան սկզբունքները կարող են մեծապես օգուտ բերել յուրաքանչյուրին, ուստի իմաստ չկար այդ գիտությունը թաքցնել դպրոցի 4 պատերի կամ պալատական բակերի հետևում։ Արդյունքում ստրուկից մինչև կայսեր ամեն ոք կարող էր սովորել եւ դառնալ ստոիկ, եւ նրանք դառնում էին։ Աշխարհի ամենանշանավոր ստոիկներից են Էպիկտետոսը, որի անունը թարգմանվում է որպես ձեռք բերված, քանի որ նա ժամանակին ստրուկ էր, Սենեկան, ով հայտնի պետական գործիչ էր, եւ Մարկոս Ավրելիուսը, ռոմեական կայսերը եւ երբևէ ապրած ամենահզոր մարդկանցից մեկը։ Վաղ ստոիկները կիրառում էին այն, ինչ քարոզում էին, խուսափելով սեգրեգացիայի բոլոր ձևերից եւ առաջնորդելով պայքարը անհավասարության դեմ։ Նրանք անգամ հնացին բառը կոսմոպոլիտ, որը բառացիորեն նշանակում է աշխարհի քաղաքացի։ Երբ մարդիկ նման բառ լսում են, մտածում են Նյու Յորքի, Տորոնտոյի, Դուբայի եւ Լոնդոնի նման քաղաքների իրենց բազմազանության պատճառով։ Սա հենց այն միասնությունն ու համախմբվածությունն էր, որ ստոիկները քարոզում էին դեռ այն ժամանակ, երբ դա տարածված չէր։ Կանանց թույլ էր տրվում ազատորեն սովորել ստոիցիզմի մասին եւ իրենք էլ դառնալ ստոիկներ։ Այսպիսով, ինչու այդքան շատ մարդիկ ընդունեցին ստոիցիզմը որպես կյանքի ուղի։ Անսպասելի շրջադարձերով լի աշխարհում մեր էմոցիաները հակված են խանգարել իրերին։ Իրականում մենք չենք տխրում, որովհետև մեզ հետ վատ բաներ են պատահում։ Մենք տխրում ենք, որովհետև մեզ հետ անսպասելի վատ բաներ են պատահում։ Անձրևը լավ բան է, այն օգնում է ջրել մեր բույսերը, ջուր է ապահովում անասունների համար եւ պահպանում է զով ու խոնավ ջերմաստիճանը։ Բայց ճշմարտությունն այն է, որ երբ այդ մութ համբուրը ձեզ բռնում է դրսում առանց անձրևանոցի, դա երբեք հաճելի փորձառություն չէ։ Ուրեմն ինչու չենք սկսում լաց լինել, երբ անձրև է գալիս։ Դա այն պատճառով է, որ թեև իրավիճակը վատ է, մենք սովորել ենք անձրև սպասել։ Դա մի բան է, որն անխուսափելի է, մենք չենք կարող վերահսկել եղանակը։ Թեև դա տհաճ է, անձրևն անցնում է եւ լույսը վերադառնում է։ Ստոիցիզմը մեզ սովորեցնում է, որ նույն ձևով մենք պետք է ակնկալենք, որ ամեն վատ բան, որ կարող է պատահել, կպատահի։ Պատկերացրեք վատ թարագույն արդյունքը եւ գոհ եղեք իմանալով, որ դա կարող է տեղի ունենալ։ Ստոիկյան վարժություններից մեկը հայտնի է որպես կամավոր անհարմարավետություն, վարժություն, որն ուղղված է երախտագության զգացումը մեծացնելուն։
քնել խոհանոցի հատակին, ընդունել սառը ցնչուղ, երբ սովորաբար տաք եք ընդունում, մի քանի օր ոչինչ չուտել բացի կարտոֆիլից, այսպիսի բաներ։ Այս վարժությունն օգնում է ձեզ հասկանալ, որ որքան էլ դժվար լինի, դուք դեռ կգոյատևեք եւ պոտենցիալ կբարգավաճեք, եթե ձեր մտածելակերպը ճիշտ լինի։ Կարողանալով դիմադրել այս անհարմար իրավիճակներին, մենք անուղղակիորեն պատրաստում ենք մեր հոգեկանը ապագա դժբախտությունների։ Աշխարհի ներկա վիճակում, որտեղ գովազդները անընդհատ լցվում են մեր կոկորդը, մեզ ստիպում են հավատալ, որ եթե չունենանք հաջորդ լավագույն բանը, չունենանք որոշակի տեսք կամ չվաստակենք որոշակի գումար, մենք երբեք երջանիկ չենք լինի։ Այս ուղերձը այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Մենք մտնում ենք աշխարհ գրեթե ոչինչ չիմանալով։ Մենք մեծանում ենք սովորելով իրեր տանը, դպրոցում եւ ինքներս աշխարհը դիտարկելով։ Խնդիրն այն է, որ շատ անգամ գիտակցության այս 3 աղբյուրներն էլ մեզ սովորեցնում են տարբեր ձևերով։ Հարցն այն է, արդյոք մենք պետք է յուրացնենք այս ողջ գիտակցությունը։ Եթե անենք, ապա կարող ենք անգիտակցաբար անիրատասական ակնկալիքներ սահմանել մեր կյանքի համար, ի վերջո մեզ թողնելով հուսահատված եւ դժգոհ։ Դա ապրելու ձև չէ։ Փոխարենը մենք պետք է կենտրոնանանք ինքներս կատարելագործելու վրա, մեզ համար հենց նորով հետև։ Մեր կատարած գործողություններին որևէ արտաքին հույս կամ երկրորդական կապվածություն գցելը գրեթե միշտ հանգեցնում է հուսախաբության։ Մեծ մասամբ մենք փորձում ենք լրացնել այդ դատարկը արտաքին բաներով, ծախսելով մեր ողջ գումարը շքեղ մեքենայի, տան համար, անգամ ընտանիք կազմելով։ Երբեմն մենք անում ենք այս ամենը դրանց արտաքին արժեքի, ոչ թե ներքին արժեքի համար։ Բայց ստոիցիզմը սովորեցնում է, որ եթե այսպես մոտենաք կյանքին, դուք ձեր երջանկությունը դնում եք արտաքին ուժերի ձեռքին, ուժերի, որոնք միշտ կարող են ձախողել։ Մեքենաները գրեթե միշտ փչանում են, բնականաղետները սրբում են ամբողջական քաղաքներ եւ ամուսնալուծությունների մակարդակը տարեց-տարի բարձրանում է։ Բայց անգամ կյանքում անվճար բաները գին ունեն, տարածքի գինը, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտական։ Ինչպես ժամանակին գրել է Սենեկան, սովորելով ապրել քիչով, դուք ձեր կյանքում տարածք կստեղծեք այն բաների համար, որոնք իրոք կարևոր են ձեզ համար։ Փոխարենը մենք պետք է մեր երջանկությունը հիմնենք մեր ներքին արժեքի վրա, որպես մարդարարություն, եւ ոչ մի բանի, ինչ ունենք կամ կարող ենք ֆիզիկապես ձեռք բերել։ Մենք պետք է ընտրենք անել մեր լավագույնը սառնասրտություն պահպանելու համար, անկախ նրանից ինչ կգցի կյանքը մեր վրա, որովհետև անկախ նրանից ինչ ենք ուզում օրվա վերջում, մենք ոչ մի վերահսկողություն չունենք մեզ հետ պատահող իրադարձությունների մեծ մասին, բայց մենք ունենք ողջ վերահսկողությունը, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ իրադարձություններին։ Դա վերահսկողության երկակատությունն է, ստոիկյան ֆիլիսոփայության ամենակարևոր սկզբունքը։ Ստոիկները սովորեցնում են, որ մենք պետք է սովորենք տարանջատել այն, ինչ վերահսկում ենք, այն ամենից, ինչ չենք վերահսկում։ Մենք պետք է որոշենք մեր արժեքը ոչ թե այն բաներից, որոնք չենք կարող վերահսկել, այլ այն բաներից, որոնք կարող ենք։ Նպատակներին ձգտելը լավ գիծ է, բայց հուսահատվելը, երբ այդ իրերը չեն ընթանում ձեր ուզածով, ստոիկների տեսանկյունից անօգուտ է։ YouTube-յան տեսանյութեր պատրաստելը շատ ավելի հեշտ է, քան հռոմեական կայսեր լինելը, բայց այնուամենայնիվ երբեմն կարող է դժվար լինել։ Նախ դուք պետք է ձևավորեք ձեր գաղափարը, ինչը հավերժություն է խլում։ Հետո հետազոտեք այդ գաղափարը, նետեք այն, որովհետև անպիտան է, սկսեք նորից, գրեք սցենարը, ստեղծեք տեսանյութը, մոնտաժեք այն, պատրաստեք վերնագիրը, շապիկը եւ մնացած ամեն ինչ, նախքան սեղմեք վերբեռնել, upload։ Ամեն ինչ մինչև այն պահը, երբ սեղմում եք վերբեռնել, կախված է ձեզնից։ Սակայն երբ սեղմում եք այդ կոճակը, ուժը տեղափոխվում է YouTube-ի ալգորիթմին։ Այնուամենայնիվ, շատ մարդիկ դատում են իրենց ալիքի հաջողություն հիմնվելով դիտումների եւ բաժանորդների քանակից վրա, ցուցանիշներ, որոնք մեծ մասամբ ձեր վերահսկողությունից դուրս են։ Ստոիկները սովորեցնում են, որ փոխարենը դուք պետք է դատեք ձեր աշխատանքի հաջողություն հիմնվելով ձեր ներդրած ջանքերի քանակի եւ ոչ թե ձեր արտաքին հույսերի արդյունքի վրա։ Վստահեք պրոցեսին։ Մտածեք մի մարդու մասին, ով տնտեսապես ծանր աշխատել է իր աշխատավայրում վերջին 6 ամիսների ընթացքում։ Նա այժմ զգում է, որ արժանի է առաջխաղացման եւ այդ պատճառով քայլում է դեպի իր տնօրենին իր կատարողականի հաշվետվությամբ։ Տնօրենն ասում է՝ շնորհակալ եմ, բայց չի շնորհում նրան առաջխաղացումը, եւ նա տուն է գնում մտածելով, որ ինքը երևի վատն է իր աշխատանքում։ Նա հաշվի չի առնում, որ տնօրենը գուցե պարզապես զայրացած էր արթնացել, կամ մեկ ուրիշը գուցե ավելի կորակավորված էր այդ պահին, կամ գուցե ընկերությունը պարզապես գումար էր կորցնում եւ չէր կարող իրեն թույլ տալ այդ։ Նա չգիտե պատճառը, բայց միևնույն է հուսահատված է։ Եթե նա պարզապես իր արժեքը դներ իր հանձնած հաշվետվության որակի վրա եւ շարունակեր անել այն, ինչ անում էր, նա կարող էր շատ ավելի երջանիկ լինել։ Ճիշտ հեռանկարի դեպքում նրա նպատակը չէր կորչվի, այլ պարզապես կհետաձգվի։
Հենց ձեր մտածելակերպի այս վերաձևակերպումն է վճռորոշ։ Իսկական ստոիկը չի տեսնում իր հաջողությունները հիմնվելով իր ձեռնարկումների ֆինանսական շահույթի վրա, այլ մխիթարում է այն փաստով, որ կարող է ապրել հարմարավետ կյանք առանց այն բոլոր իրերի, որոնք փողը կարող է գնել։ Սրանք են ստոիցիզմի 4 հիմնական առաքինությունները՝ իմաստություն, արիություն, չափավորություն և արդարություն։ Իմաստությունը կարողանալն է տարանջատել ներքինը արտաքինից և մեր արձագանքը ընտրելու կարողությունը մեզ հետ պատահող իրադարձությունների նկատմամբ։ Ինչպես Վիկտոր Ֆրանկլն է ասել, գրգռիչը և արձագանքի միջև տարածություն է, և այդ տարածության մեջ է մեր արձագանքը ընտրելու ուժը։ Արիություն, երկու բառ՝ համառել և դիմադրել։ Չափավորություն կամ ժամանակավոր զսպեցությունն այն է, ինչ ես հենց հիմա արեցի այստեղ՝ անել ավելին քիչով, ասել ավելին քիչ բառերով։ Մինչև Ջեֆ Բեզոսը և Իլոն Մասկը կռվում են Forbes-ի ցուցակի գագաթնակետին, ստոիկները հավատում են, որ հարստության սահմանը պետք է լինի պարզապես ունենալ այն, ինչ էական է, և հետո ունենալ այն, ինչը բավարար է։ Արդարությունը ամենակարևորն է բոլոր առաքինություններից։ Նա հրահանգում է, որ ոչ ոք չպետք է վնաս հասցնի մյուսին, որովհետև մենք բոլորս ծնվել ենք միմյանց համար, միմյանց բարիք անելու և ոչ թե միայն ինքներս մեզ համար։ Նելսոն Մանդելան աշխարհի ամենահայտնի աֆրիկյան առաջնորդներից մեկն էր։ Մինչ նա պայքարում էր ապարթեիդի համար, նա դատապարտվեց ցմահ ազատազրկման, որտեղ մնաց 27 տարի, մինչև վերջնականապես ազատ արձակվելը։ Բանտում գտնվելու ժամանակ Մանդելան կարդում էր Մարկոս Ավրելիուսի աշխատությունները և սովորում ստոիցիզմի հիմնական արժեքներից շատերից, որոնք նա կիրառեց իր ողջ կյանքում։ Չարագործների գլուխները պահանջելու փոխարեն Նելսոն Մանդելան հորդորեց իր ժողովրդին փնտրել հակառակը, հանդարտվել և վերակառուցել։ Նա ընդգծեց, որ անցյալը այժմ դուրս է իրենց վերահսկողությունից, և միակ բանը, որոնք կարող էին անել, առաջ շարժվելու ուղի գտնելն էր և ավելի լավ ազգ կառուցելը։ Սա է ստոիկի ուղին։ Ժամանակակից բժշկության ստոիցիզմը ընկած է այն պրոցեդուրաների հիմքում, ինչպիսիքն են ռացիոնալ էմոցիոնալ վարքագծային թերապիան և լոգոթերապիան։ ՌԲՏ-ն օգնում է պացիենտներին բացահայտել բացասական մտածողության ձևերը, որոնք կարող են առաջացնել էմոցիոնալ և վարքագծային խնդիրներ։ Նա թույլ է տալիս վիճարկել այդ բացասական մտքերի հետևում ընկած տրամաբանությունը, և երբ հասկանում եք, որ դրանցից շատերը անհիմն են, կարող եք դրանք փոխարինել ավելի արդյունավետ և առողջ համոզմունքներով։ Լոգոթերապիան, մյուս կողմից, հիմնված է ստոիկյան այն սկզբունքի վրա, որ մարդիկ առաջնորդվում են նպատակով։ Անգամ ամենամուխ իրավիճակներում մենք կարող ենք լցնել մեր կյանքը իմաստով և երջանկությամբ, պարզապես պարզելով, որն է այդ նպատակը։ Ինչպես մեզնից շատերը գիտեն, սակայն, դա ավելի հեշտ է ասել, քան անել։ Դա գործընթաց է, ինչպես ամեն ինչ։ Մենք պետք է վերաձևակերպենք մեր մտածելակերպը, դուրս հանելով հինը և ներս թողնելով նորը։ Մեր արժեքի սահմանումը վերահասցեագրելով այն բաներին, որոնք կարող ենք վերահասկել, մենք կարող ենք դադարել սևեռվել այն ամենի վրա, ինչը չենք կարող վերահասկել, և ընդհանուր առմամբ կարող ենք վարել շատ ավելի երջանիկ և լիարժեք կյանք։ Ստոիցիզմը օգնում է մեզ նավերգել անցյալի և ներկայի փոթորիկների միջով դեպի ավելի հանդարտ և խաղաղ ջրեր։ Եվ եթե մեր նավը խորթակի և մենք բոլորս չխտվենք, մենք կարող ենք խաղաղություն գտնել այն փաստով, որ ապրել ենք լավ կյանք, թեև ոչ այնքան երկար, ինչքան հուսով էինք։ Որովհետև, հիշեք, ամեն ինչ ունի իր ավարտը։